Կարդալ եմ Հովանու ավետարան առաջի 3-րդ գլխի 29 խոսքերը։ Հետևյալ օրը Հովանեսը տեսավ Հիսուսը, որ իրեն կուգար ու սավ, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե, որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Ինչի մասին խոսելու եմ, վերնագրել եմ հենց այսպես, ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Եղբայրներ, քույրեր, ավելի պարզ լինելու համար ես ուզում եմ կարդամ Հայտնության գրքից 13-րդ գլխի 8-րդ խոսքից, որովհետեւ մենք տեսնենք, այդ ինչ սիմվոլ է, այդ ինչ նշանակություն էր կարևոր Իսրայելոց համար գառը, եւ հետո ամբողջ մարդկության սերունդի համար։ Այսօր մարդիկ իրանց դրոշների վրա առյուծ են նկարում, արծիվ են նկարում խորհրդանշելով հզորություն, բայց ինչ մեծ նշանակություն է տալիս։ Եվ Հովանեսն էլ եկել էր, մենք գիտենք, որ ինքը վկայեր, ցույց տար։ Անապատիկ անչողի ձայնն էր, եկել էր ցույց տալու ու ցույց է տալիս։ Եվ ասում հետևյալ խոսքերը. ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Փրկության միջոցը դրա մեջ է։ Գիտեք, իսրայելացիների մեջ սենց էր, որ երկու հոգու վկայությունը ճշմարիտ է։ Եվ գիտեք, ինքը մի անգամ չի ասում։ 35-րդ խոսքի մեջ էլ ասում, հետևյալ օրը Հովանեսը դարձյալ կայնել էր երկու աշակերտների հետ, նայելով Հիսուսի կողմը, որ կպտտեր, նորից ասեց, ահա Աստծո գառը։ Եվ Հայտնության գրքի մեջ, որ ես ասեցի, կարդում եմ 8-րդ խոսքից, նրան երկրպագություն պետք անեն երկրի բոլոր բնակողները, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր մորթված Գառնուկի կինած գրքի մեջ գրված են։ Աշխարհի սկզբից ի վեր, աշխարհը չստեղծված, Աստված ծրագրել էր իմ ու քո համար, որ պետք է գառը մորթվեր։ Աստված աշխարհի սկզբից առաջ, հələ աշխարհը չէր ձևավորվել։ Գիտեք, ծննդոցից մինչև հայտնություն։ Մենք տեսնում ենք այս խորհուրդը, անընդհատ։ Երբ որ առաջին մարդը Ադամը մեղանչել էր, թզի տերևներ էին կապում իրանց վրա, որ իրանց մերկությունը չերևար։ Աստված նրանց կաշվե հանդերձներ տվեց։ Կաշվե հանդերձները որտեղից։ Մենք հասկանում ենք, որ անասուն էր մորթվել։ Սա խորհուրդն էր հետագայի համար, եղբայրներ, քույրեր։ Սա խորհուրդն էր։ Երբ որ մի քիչ առաջ ենք անցնում, գնում ենք Աբրահամը իր զավակին, որ պետքա տաներ Մորիայի լեռը զոհաբերություն անելու, Իսակը հարցնում, ասում, հայր, ողջակեզի համար փայտերը կան։ Բա գառը ուր է։ Աբրահամը մի նախադասություն ասում այնտեղ, Աստված կտեսնե իր ողջակեզ լինելու համար գառը։ Աստված կտեսնե, Աստված արդեն տեսել էր Աբրահամ։ Հələ դու չկայր, հələ Իսահակը չկար, ողջակեզ լինելու գառը արդեն տեսել էր Աստված։ Իր հավիտենական խորհուրդների մեջ, ծրագրի մեջ կար, որ գառը պետքա գար ու մորթվեր։ Ինչի համար։ Ինչի համար։ Գիտեք, մեղքի վասկը մահն է։ Հռոմեացիս 6-րդ գլուխ 23 խոսքը։ Բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանք Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Մարդը պետքա մեռներ։ Մարդը պետքա դատապարտվեր։ Արդար չկա, մեկը չկա։ Բոլորը մեղանչեցին ու Աստծո փառքից պակասեցին։ Հռոմեացիս 3:23։ Ես ժամանակի բերումով տեղերը չեմ կարդալու մեկ առ մեկ, անգիր կասեմ։ Բայց մեկը պետքա լիներ, որ այդ զոհաբերությունը կատարյալ աներ։ Որտեվ Եբրայեցիս թղթի հեղինակը, որ մեզի ներկայացնում է, մենք տեսնում ենք, որ ասում ցուլերի նոխազների արյունը, ես ուզում եմ կարդամ այդ տեղը 9-րդ գլխի մեջ։ Եբրայեցիս 9-րդ գլխի 12 խոսքից։ Ոչ էլ ցուլերի նոխազների արյունը, հապա իր արյունովը մեկ անգամ սրբարանը մտավ, հավիտենական փրկություն ստանալով։ Վասնզի եթե ցուլերի նոխազների արյունը երինջների մոխիրը սրսկելու պղծյալները կսրբեր, մարմնի մաքրության կողմանե, ալ որչափ ավելի Քրիստոսի արյունը հավիտենական հոգով,
հոգին ձեռով իր անձը անարակ պատարակ մատուցեց Աստծուն։ Պիտի սրբե։ Ես ուզում եմ այստեղը շեշտադրեմ ձեր մեռած խշմտանքը։ Ձեր խշմտանքը մեռած գործերին Աստծուն կենթանի պաշտելու համար։ Գիտեք, ցուլերի նոխազների այրունը, որ հետագայում պետքա Քրիստոսի խորհուրդը բացվեր, մարդու խշմտանքը չէր կարողանում սրբեր։ Այդ կարգը ոնց էր լինում, գիտեք։ Այդ կարգը այսպես էր լինում։ Մարդը գնում էր Աստծո քահանայի մոտ եւ գառնուկը տանում էր, իր ձեռը դնում էր գառնուկի վրա, խոստովանում էր իր մեղքերը եւ գառնուկը պետքա զոհաբերվեր։ Այսինքն իր վրայից անցնում էր գառնուկի մեղքը։ Եվ երկրորդ Կորինթացիցի մեջ ասում է, որ 5:21-ում նա որ մեղք չգիտեր, Աստված մեզ համար մեղք համարեց։ Վիգեն ախպերը սկզբից խոսած փրկության Աստծո փրկարար շնորհքի մասին։ Եվ սա է Աստծո փրկարար շնորհքը, նա որ մեղք չգիտեր, Աստված մեզ համար մեղք համարեց։ Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ հետաքրքիր է այս պահը ներկայացնում եղբայրներ քույրեր 5-ից եմ կարդալու։ Նրա համար աշխարհ եկավ ու սավ զոհ ընծա չուզեցիր, հապա մարմին պատրաստեցիր, ողջակեզների մեղքի պատարագին չհավանեցար։ Այն ատեն ասեցի, ահա կգամ, որ քո կամքը տանեմ ինչպես իմ համար գրված է գրքի տոմսի մեջ։ Որտեղ մեղքի համար ողջակեզի այդ զոհը խշմտանքը չէր կարողանում վերցնել մարդու։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր է, որ մենք ունենանք մեղքի գիտակցություն։ Դա ամենակարևորն է։ Եվ դա լինում է Սուրբ Հոգու ձեռքով։ Գիտեք, երբ Սուրբ Հոգին գա, աշխարհը կհանդիմանի մեղքի համար։ Շատ փաստ է էսի։ Սա մարդիկ մեղքի գիտակցություն չունեն։ Կարող է մարդը մեղքը խոստովանի, բայց առանց հասկանալու, թե ինչի համար է Քրիստոսը զոհվե։ Որտեղ այդ մարդը հավիտյան այդ մեղքի պատճառով պետքա դատապարտվեր, Աստծո բարկությունը պետքա իր վրա գար։ Բայց Քրիստոսը վերցրեց իր վրա, մեր փոխանորդը եղավ խաչի վրա։ Եսայա մարգարեության մեջ 53-րդ գլխի մեջ այսպես ասում. բայց անիկա մեր մեղքերի համար վիրավորվեցավ ու մեր անօրենությունների համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ամենքը ոչխարների պես մոլորվեցանք, ամենքս բոլորս մոլորվեցանք եւ ամեն մեկս իր ճամփան դարձավ եւ Տերը մեր ամենի անօրենությունը դրեց նրա վրա։ Թող իր անունը փառավորվի, որպեսզի ես ու դու ապրենք հավիտյան։ Տերը դրեց իմ ու քո մեղքը իր վրա, որպեսզի մենք արդար հռչակվենք։ Եվ դրա համար Հովհաննեսը տեսնում էր, ասում էր, ահա Աստծո գառը, այդ միջոցը, որ կարող է վերցնել ոչ միայն քո մեղքը, այլ ամբողջ աշխարհի մեղքը։ Օրինակներ նայենք։ Հուդան մատնեց Տիրոջը, զղջաց, դա գրված է Մատթեոս 27-րդ գլխի մեջ, եթե դուք կարդաք։ Գնաց ասեց, մեղա, անմեղ արյուն թափեցի, այս փողը ձեզ։ Քահանաներն ասում են ինձ ինչ, մեզ ինչ, դու նայ։ Բայց Հուդան չտեսավ, որ մորթված գառը կարող վերցնել իր մեղքը, հասկանում եք։ Սա մարդու խիղճը կարող է տանջի, բայց իր մեղքը այնքան մեծ համարի, որ չտեսնի փրկության միջոցը իրան ընձեռված։ Հիշում եք, երբ որ Կայենը Աբելին սպանել էր իր հարազատ եղբորը, ասեց իմ հանցանքը ավելի շատ է, քան թողությունը։ Ոչ, սիրելի ամահոգի, գառը եկավ, մորթվեց, որպեսզի իր մեղքերով, իր արյունով մեր մեղքերը ջնջվեն։ Հայտնության գրքի մեջ այսպիսի հրաշալի տեսարան է տեսնում հետագայում Հովհաննես առաքյալը։ Ասում է, որ այս որտեղից են գալիս, այս մեծ բազմությունը, եւ երեսներից մեկը պատասխանում է։ 7-րդ գլուխ 14 խոսքից։ Ըսավ ասոնք անոնք են, մեծ նեղությունից եկողները, որոնք իրենց հանդերձները լվացին, ու զանոնք գառնուկի արյունով ջերմակացրեցին։
Ոնց արեցին, ոնց լվացի։ Միթե արյունը լվանալու միջոց է։ Արյունը լքսե շորիդ վրա հետ կթողի։ Բայց սա էր Աստծո փրկության ծրագիրը, այդ խորհուրդը, որ արյունով պետքա ջերմականա մեր հանդերձները եւ Աստված մեզի արդար հռչակի ու մեզ չտեսնի մեր մեղքերով։ Եղբայրներ քույրեր, երբ որ մենք ինչ ճանաչում ենք, որ ինչ որ մի հատ հանցանք է արել։ Օրինակ, քաղաքի գիտեր այդ կնոջը որպես մեղավոր։ Սեցի մեղավոր կինն է եկել, Սիմոնի տունը։ Սաղ գիտեր, ու իրան անունով էին դիմում։ Իրան դիմում էին անունով։ Մեկին գող, մեկին ավազակ, խաչի վրայի ավազակին ասում էին ավազակ։ Բազում մարդկանց կյանք խլած մարդ, շատ չարություններ արած։ Բայց Քրիստոսի զոհաբերությունից հետո ինքը մեզի չի տեսնում մեր անունով։ Ինքը մեզի չի տեսնում մեր մեղքերով։ Ինքը տեսնում է լվացված, ջերմակացրած, որպես մի անարատ գառի։ Գառը պետքա լիներ անարատ, եղբայրներ քույրեր։ Հիշում եք, իսրայելացու համար, երբ որ իրան գերության մեջ էին, իրանք պետքա դուրս գան գերությունից։ Աստված ասեց, որ անարատ գառ պետքա մորթեք եւ արյունը քսեք դրանդիկների վրա։ Սատակի չրեշտակը, որ պետքա անցներ, կտեսներ արյունը եւ կանցներ, եւ այդ տան մեջ մահ չէր լինի։ Արյունը մեծ խորհուրդ ուներ իսրայելացու համար, մանամանդ գառան արյունը ու մանամանդ անարատ գառան, որտեղ Աստված այդպես էր պատվիրել։ Գիտեք, երբ որ Պիղատոսի առաջ էր կանգնած Հիսուս Քրիստոսը, Պիղատոսը փաստեց, ես ոչ մի հանցանք չեմ տեսնում, չեմ գտնում նրա վրա։ Նա անարատ գառն էր, որ իմ ու քո համար պետքա արյուն թափեր։ Ոչ մի հանցանք չկար նրա վրա։ Պիղատոսը քնում է, այս աշխարհի դատավորը քնում է, բայց ասում է ես նրա վրա հանցանք չեմ գտնում։ Հանուն, որ ես ու դու ապրենք հավիտյանի հետ։ Հանուն մի բանի համար, որ մարդկության ցեղը Աստծուց բաժանված չմնար։ Մարդը բաժանվել էր, մարդը կորցրել էր Աստծուն։ Ադամը կորցրել էր հաղորդակցությունը Աստծո հետ։ Ադամ, ուր ես, պաղկվում է, ահա Աստծո գառը, ահա այդ միջոցը, Սաղմոսի հեղինակը, որ Դավիթն է, հետաքրքիր բան ասում, վասնզի ես ճանաչում եմ իմ հանցանքներս, ու իմ մեղքս միշտ իմ առջևս է, դու ճանաչում ես քո հանցանքները, թե գործողությունը, դու գիտես քո ներսի էությունը, քեզ բացվել է Աստծո հոգով քո մեղավոր բնությունը, թե դու գիտես ինչ որ արարքներ ես անում, դե ասում ես ելով չի անում, ես արդար մարդ եմ, ախպեր ջան, մի հատ մերջուն չեմ տրորե, ես հո նրան նման չեմ, Փարիսեցին ասում էր, չէ, աղոթում էր, ասում էր, հո ես մաքսավորի նման չեմ, մարդիկ կա միջև հիմա, հաճախելով եկեղեցի, չգիտեն ինչ է նշանակում մեղքի գիտակցություն, խոստովանում են ուրիշի մեղքերը, ոչ թե իրանց մեղքերը։ Բայց այդտեղ Սաղմոսի հեղինակը, որ Դավիթն է ինքն ասում է, ես ճանաչում եմ իմ հանցանքները, որ իմ հանցանքները միշտ քո առջինը ու շարունակում է, քեզ դեմ մեղանչեցի, 4-րդ խոսքի մեջ, միայն քեզ դեմ մեղանչեցի։ Միայն քո դեմ մեղանչեցի։ Մենք այսօր շատերի դեմ ենք հանցանք գործում, մեր հարաբերությունների մեջ, մարդկային։ Բայց հետաքրքիր բան ասում Դավիթը, միայն քո դեմ մեղանչեցի, ամեն չի հիմքում, քո դեմ եմ մեղանչել։ Մի քիչ էլ ախորանում, Դավիթի մոտ այդ ապրումները, ասում է, երբ մեղքերս չխոստովանեցա, ոսկորներս մաշվեցան, ամեն օր աղաղակելով ես, վասնզի ցերեկ գիշեր քու ձեռքդ իմ վրա ծանրացավ, իմ թացությունս ամառվան չորության դարձավ։ Դուք հասկանում եք ես ինչ ապրումներ է։ Մենք այսօր մեղքը ջրի պես խմում ենք, բայց հասկանում ենք ինչ ապրումներ ուներ Դավիթը։ Երբ մեղքերս չխոստովանեցա, ոսկորներս մաշվեցան։ Եվ չի դիմանում այս ծանրությունից։ Հիշում եք, ես ասեցի Եբրայեցիս թղթի հեղինակը ներկայացնում էր ձեր խշմտանքը կսրբի։ Այս այդ խշմտանքի տառապանքն է, որ այսօր հազարավոր մարդիկ ունեն
ու չգիտեմ ոնց լուծեն այդ հարցը։ Իմ մեղքերս հայտնեցի ու իմ անօրենությունս չծածկեցի։ Ասեցի թե Տիրոջը պետք է խոստովանեմ իմ հանցանքները ու դու ներեցիր իմ մեղքերիս անօրենությունը, փառք Իրան։ Երբ որ Նաթանը իրան պատմեց այդ առհակը, ինքը պարզ խոստովանեց։ Ինքը չասեց, որ իմ հանցանքը ավելի մեծ է կայանի նման քան թե թող, ինքը ասեց Տիրոջ դեմ մեղք գործեցի։ Պարզ մի բան, խոստովանվեց ու խորը զղջալով։ Մեղքի գիտակցություն ունեցող մարդը հասկանում է, որ ինքը արժանի է այն դատապարտություններին, որ Աստված որոշել է։ Համաձայն եք թե չէ։ Խաչի վրայի ավազակը հետաքրքիր նախադասություն ասեց. նույն ցավերի մեջ են երկու հոգի, նույն տառապանքը կրում են երկու հոգի, բայց մեկը մի հատ խոստովանություն անում։ Մենք մեր արժանի պատիժն ենք կրում, բայց սա ինչ արեց։ Մենք մեր արժանի պատիժն ենք կրում, սա ինչ արեց։ Բայց այսօր շատ հաճախ մենք խոստովանում ենք ուրիշի մեղքերը։ Եվ Դավիթը խորը գիտակցում է, Տիրոջ դեմ մեղք գործեցի։ Տերն էլ ներեց, չես մեռնի, փառք Իրան։ Տերը ներեց, մարգարեն ասում է, Տերն էլ ներեց, չես մեռնելու, պետք է ապրես։ Իմ ու քո կողմը որն է։ Գալու մորթված գառան այրան տակ, մեր հանդերձները լվալու։ Առաջի Հովհաննես 1:9 Եթե խոստովանվենք մեղքերնից, եթե պայմանա, եթե խոստովանվենք, շատերը չեն խոստովանվում, շատերը չգիտեն ինչ է խոստովանությունը, լուրջ, եթե խոստովանվենք մեղքերնից, հավատարիմ ու արդար է անիկա, մեզ ամեն անիրավությունից մաքրելու։ 10-րդ խոսքի մեջ, եթե ասենք մեղք չունենք, սուտ ենք խոսում։ Առաջի Հովհաննու 2:1 երկրորդ խոսքերը։ Ասում է, եթե մեղք գործելու լինենք, լավ է որ մեղք չգործենք։ Հոր մոտ բարեխոսում ենք Հիսուս Քրիստոս արդարը, փառք Իրան։ Գառնուկը մորթվել է ու բարեխոսում այսօր իմ ու քո համար, որ Հայր, ես իր համար եմ խաչվել։ Ուստի համարձակության մոտենանք շնորհած աթոռին, նրանից ստանալու իր օրհնություններն ու ողորմությունները։ Եղբայրներ, քույրեր, սա է ամբողջ իմաստը, եւ գառնուկին տեսնում ենք փառավորված, ոչ թե ոչ միայն մորթված, ոչ թե միայն հարություն, փառավորված փառքերի մեջ։ Դա գրված է Հայտնություն գրքի մեջ, ես այդտեղ ուզում եմ կարդամ։ Բոլոր սուրբերը երկնքում նոր երգ են երգում։ Նոր երգ մեկը երգեին ասելով, արժանի ես դու այդ գիրքը առնելու եւ նրա կնիկները քանդելու, որովհետեւ մորթվեցիր, քո արյունովդ մեզ ծախու արար, Աստծո համար ամեն ցեղից, լեզուներից, ժողովուրդներից իրան փառք հավիտյան։ Արժան նոր երգ են երգում։ Մովսեսի երգը չեն երգում, ուրիշ երգ չեն երգում, նոր երգ են երգում, արժանի ես դու առնելու փառք պատիվ, որովհետև մեզ գնեցիր ազգերից, ցեղերից, լեզուներից։ Եվ երբ որ այս process-ը կատարվում էր, կնիկները պետքա քանդվեին ու ոչ ոք չկար, արժանի մեկը չկար, որ գտնվեր, որ քանդեր, Հովհաննեսը լաց էր լինում, եւ երեսներից մեկը իրան ասում է մի լացի, ահա Հուդայի ցեղից եղող առյուծը, Դավթի արմատը հաղթեց, այն գիրքը բանա, նրա 7 կնիկները քանդե։ Եվ ինքը շուրագալի որ տեսնի, ասում է տեսա թե աթոռի 4 կողմը, կենդանիների մեջտեղ, երեսների մեջտեղ առյուծը, Դավթի ցեղի արմատը, ինքը առյուծ տեսա գառնուկին, որպես թե մորթված։ Այսօր այդ գառնուկը մորթվել է իմ քո համար։ Ահա Աստծո որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Իմ ու քո կողմը, ոչ թե Հուդայի պես, ոչ թե անգամ Փարավոնի պես։ Փարավոնը գիտեք մի մարդ էր, որ խստացրել էր Աստված իր սիրտը։ Եվ ինքն էլ էր խոստովանություն անում։
Գիտեք, հետաքրքիր բան եմ ես նկատել 9-րդ գլուխ 27 խոսքի մեջ Ելիցիում Փարավոնը մարդ գրկեց ու կանչեց Մովսեսին ու Ահարոնին ասավ անոնց այս անգամ մեղանչեցի Խոստովանումա թե չէ հա այս անգամ մեղանչեցի Եհովան արդար է ես ու իմ ժողովուրդս հանցավոր ենք այ մարդ որ կարդում ես նայում ես ասում ես ի՞նչ լուրջ խոստովանություն է չկա մեղքի գիտակցություն որտեղ նորից ու նորից շարունակում է իր հին բաները անել։ Սիրելի եղբայրս ու քույրս, եթե այսօր մենք էլ ենք Փարավոնի նման խոստովանություն անում, շատ ցածր է ու շատ սաղր է մեր խոստովանությունը։ Մորթված գառը եկել է, որ մեր հանդերձները ջերմակացնենք լուրջ խոստովանությունով, գիտակցելով, որ դրա համար Աստված իր ամենաթանկն է տվել, որ դրա համար իմ փրկության համար ինքը իմ փոխարնորդն է եղել խաչի վրա ու ես այսօր այդ մեղքի հետ ոնց եմ վերաբերվում Հոբի գրքի մեջ ասում է մարդս ինչ է մեղքը ջրի պես խմում է եւ ես կուզեմ գալով եզրափակման որ մենք նայենք ինչ արել Աստված մեր կյանքի մեջ որ մենք տեսնենք այդ Աստծո գործը եղբայրներ քույրեր Աստծուն փառտան գիշեր ցերեկ ու մեր սրտի մեջ ցնցալով ասենք ահա Աստծո գառը որ վեր է առնում աշխարհի մեղքը եւ ուզում եմ եզրափակելով վերջի համարը կարդամ որից հետո մենք կգանք աղոթքի դա գրված է նորից հայտնության գրքի մեջ հայտնության 14-ի 4 խոսքում ասուն կանոնք են որ գառնուկի ետևեն կերտան ուր որ նա կգնա եկե գնան գառնուկի ետևից ու որ նա է գնում թող լինի մեր առաջնորդը համաձայն եք թե չէ ոչ թե մենք ընտրենք որպես մորթ ինչ որ միացինվել հա այդպես փրկության միջոցի մենք տեսնենք որ նա է մեր ամբողջ կյանքի իմաստը մենք տեսնենք որ առանց նրա չէր լինի այդ արդարանալը եղբայրը կարդաց առաջի խոսքում որ Պետրոսը հիշատակում է մենք փրկվեցինք նրան պատվական այրունով որ կարողանում է ջնջել մեր մեղքերը մեռած մեր խշմտանքը մեռած գործերից մեզի ազատելով այսօր շատ-շատերը տառապում են հոգեկան տառապանք ունեն իրանց խշմտանքը մաքուր չի իրանց խիղճը տանջում է արի գառան այրան մոտ արի Գողգոթա խոստովանի մեղքերդ Տերը կջերմակացնի Տերը կսրբի Տերը կփրկի ահա Աստծո գառը որ վեր է առնում աշխարհի մեղքը ամեն աղոթենք